Ուրեմն սիրելի ընկերներ, մենք եկել էինք, որ նկարեինք լքված մետրոն, սենց լույսով եկել էինք, բայց ամբողջովին փագ է։ Ինչպես հիշում եք, մենք այստեղով էինք մտնում, բայց հեսա տեսեք դուռը սվարկա է արած, փագած է, այս մի թունելն էլ նույնը։ Ստեղ էլ ամբողջովին փակած է։ Հիմա իրոք չգիտեմ ինչ անենք, ոնց մտնենք։ Ստեղ էլ այսպես կամերաներ են տեղադրել։ Տեսեք ինչքան ժեշտի կտորներ են դրել, սենց ավելացրել, որ մտնել ընդհանրապես չլինի, բայց այս վիդեոն 30,000 լայքի արժանի վիդեո է։ Եթե կարողանանք ստեղ մտնել։ Մի խոսքով սիրելի ընկերներ, ստեղից չկարողացանք մտնենք հիմա, բայց կա մի տարբերակ եւս, որը կոչվում է Հալաբյան։ Հալաբյանի կողմից մի հատ մուտք կա, բայց ահա որ սարսափելի ու ահա որ վտանգավոր մուտք է։ Հալաբյան 16:00 Ուրեմն սիրելի ընկերներ, եկել ենք մետրոյի մյուս կողմից, խնդրեմ ստեղ նայեք, մետրոյի նշան, ու սենց պատով ամենտեղ մետրոյի նշաններ ա գնում, բայց չգիտեմ ստեղից ոնց կարելի ա մտնել, որովհետև ամբողջովին փակ է, բայց եթե դուք այս վիդեոն տեսնում եք, ուրեմն մեզ մոտ մի բան ստացվել է նկարել, ստեղ միացան շլագբաուն է, ստեղ պահակի բուտկա է կամ ինչ ա մի խոսքով, խնդրեմ, այս շենքն է։ Տեսնում եք։ Այսինքն մենք պետքա մուտք գործենք այստեղ։ Տենում ես ընդ որ լույսերը վառված, այնտեղ ոնց որ ռեմոնտ մեկ անի, նայ հենա, տենում ես պատուհանները։ Ախպետի, ինչ որ շենք է, ախրանայի շենք է։ Որը էսա հսկում, էս տարածքն է հսկում։ Այս լոգիկայի հա։ Հեսա տեսեք ժողովուրդ ստեղ էլ մետրոյի նշանը, մ կամ Միկաթանգյան կամ մետրո էլի, հիմա չգիտեմ որն է, բոլոր կողմերից այս պահին փակ է։ Տեսեք հեսա ստեղ է զամոկ, չգիտեմ։ Այստեղ բարեկամության մետրոյի ձախ կողմում կառուցվել էր միջկայարանային հատվածը, իսկ ավելի հեռու գետի մյուս կողմում սկսվել էր Աչափնյակ կայանի շինարարությունը։ Միջկայարանային հատվածը կոչվում էր շինարարություն թիվ 1, իսկ Աչափնյակ կայանի շինարարություն թիվ 2։ Եվ այսպիսով, մի քանի ժամ անց, երբ արդեն մութ էր, մենք վերադարձանք Հալաբյան, լքված մետրոյի երկրորդ մուտքի մոտ։ Դե ինչ, 4 տարի անց մենք գտնվում ենք լքված մետրոյի դիմաց եւ այսօր մենք բացահայտելու ենք ամենասարսափելի եւ ամենալքված մետրոն Երևանում։ Իրականում շատ ծանր նկարահանում է, անկախ ամեն ինչից ես մեզ բոլորիս ուզում եմ մաղթեմ հաջողություն, որ հաջողությունը մեր կողմը լինի, որ ոչ մի խնդիրների մեջ չընկնենք, որովհետեւ լքված վայրերում, ինչպես գիտեք, շատ հաճախ ոստիկանություն, թուրիմացություններ է շատ լինում ու ցանկալի է որ չլինի, մանավանդ որ տեսնում եք այսենց տեղում են գտնվում, հա, ու պահակն էլ կա։ Եկա մենք հնարավորություն չունենք կապնվելու, զգուշացնելու, որ մտնում ենք մի խոսքով։ Սա ձեր համար է, որ դուք տեսնեք, թե ինչա կատարվում Հալաբյանի մետրոյում։ Սա 30,000 լայքին արժանի վիդեո է, 1 միլիոն պլյուս դիտման արժանի վիդեո է։ Ասես նախորոք ասում եմ, դուք հավաքեք, կիսվեք, ուղարկեք ձեր ընկերներին, ասեք հələ տեսեք ինչ վիդեո կա։ Մենք պատրաստ ենք, դուք պատրաստ եք։ Վիդեոն լքված մետրոյի հավաքել ենք 600,000 պլյուս դիտում, այս մեկը միլիոնը խփենք։ Օրը շատ լարված եմ, հորս սարև, տղերքը գնացին։ Աշել, աշոտը հելնում է ինչպես տեսնում եք, որը ժողովուրդ շատ եմ լարվում, հեսա կամերան փոխանցեմ։ Գալիս է Միկաթանգյանը լքված մետրո 2-ում։ Ամենամեծ հարցը այն է, որ մենք հիմա պետքա գտնենք այդ միացած աստիճաններով մուտք անելու։ Չէ, վերևը սխալ է։ Ժողովուրդ ես լույսն է, որ դեմս գցում եմ, որ ինձ տենակ, ընդհանրապես ես բան չեմ տեսնում։ Արա կամաց։ Որս արավ ռելսերը տենում եմ։ Ժողովուրդ հեսա ռելսերը տենում։ Ախպերս, բայց քեքս։ Չէ։ Ուրեմն ժողովուրդ մի ձև մուտքը գտել ենք, մի հատ ստեղից ենք հելնում վերև։ Շատ դժվար է, այս ամեն ինչը գնահատեք։ Ու ստեղ էլ պահակ կա, հասկանում եք ինչ ձևի լարվածություն է հենց հիմա մեր մոտ։ Խորհուրդ կտամ չգնաս աղիքներն Օրա։ Ժողովուրդ էսա պատկերացնում եք։ Դուք ուղղակի պատկերացնում եք մենք հիմա ուր ենք։ Դե ես առաջինը իշտեմ, թե կիշնես։ Չէ, քելի ես իշնեմ։ Իչի։
Հակոբ չես լարվում։ Բա ինչ եմ անում, ո՞նց եմ դառնում, ասենք, պահակական կա չենք հասցրել տեղեկացնել Զամոկով փագած այս ամեն ինչ։ Օր էս ինչ խորն է։ Տղերք, խնդրում եմ զգուշի չեք։ Զգուշ։ Ժողովուրդ էս ուր ենք մենք եկել։ Տղերք, ստե կարա տոկ տա։ Լիքը լարեր կան։ Աշելը շատ կա իջնելու։ Հորը սարև ժողովուրդ էս ինչ է կատարվում։ Ժողովուրդ սենց լարված չեմ եղել։ Երդվում եմ հլես լարերը։ Սենց լարված չեմ եղել։ Հորը հլես աստիճանները ժողովուրդ հլես։ Սա լրիվ ուրիշ լքված մետրո է։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։ Ասենք կամերայի մեջ էդի չի երևա հաստատ, բայց շատ կա հələ։ Իրեք այդքաներ կա։ Իրեքը լավ շատ ասիմ, երկու չգես կա։ Լավ կոշնի ասիր, իրեք ձև ա լինի, ինք է։ Կամացեք մեզ։ Եթե չեք նեղանա, արա կյանք բահոստե չես մնալու։ Եկե հետնամ վերև։ Կարող է սխալ ենք եթում, ապեսի հավերժ իջնում է։ Ապա վեսամ ամենացել, էսի պրոստը գիտես ինչն է հարցը, մտանել։ Փողոցի ծեններ ինձ թվում է։ Պատկերացնում եք ստեղ մարդ իջնեց։ Ես իջնեմ Աշ։ ամենասուգեմ։ Դուք սպասեք ինձ է։ Աշոտի համար մի հատ լայք աշ իջնում է, ժողովուրդ անվերջություն է ներքևը, իրոք բան եմ ասում։ Մկաններդ հոգնում է պրոստը իջնել։ Նա այստեղ կապ կա։ Կա, հələ որ կա։ Ինձ թվում է որ մինչև վերջ իջնենք ժողովուրդ։ Հորը սարը Տղեկ, բայց կամացեք, մեր ձենը կլսվի հələ, տղեկ, կամացեք։ Աշոտ, կամաց։ Ահա որը հəլես աստիճանները նայեք, խնդրում եմ ձեզ։ Ինձ թվում է որ Աշոտը ներքևում կորի, մենք չենք գնա իր հետևից։ Հա։ Հա։ ապա ես Ու հասնում ենք։ ձգի 5 է։ Լուրջ։ Քել 5 հարգամ ընդամենը մնացել։ Ապա ես երկու հատն եմ իջա 5 է, ուժը ոտերը սաղում է ջոգում։ Ժողովուրդ մի հատ հակի համար լայք դրեք, հակը այն որ առաջի անգամ ասած լքված վայրերում, բայց իրոք բան եմ ասում, կողքից նայում եք, մտածում եք հալավ ինչա, ժողովուրդ գիշերով դուք սենց տեղ գաք, ինձ թվում է առաջի հարգը նույնիսկ չեք իջնի։ Դրա համար մեկնաբանություններում Կարմիր սրտի Աշոտի ու Հակոբի համար սխմիր իմ ձեռքը, կեղտոտ, քո ձեռքն էլ է կեղտոտ։ Աշոտ, բայց հաստատ չես խափում։ Ես մկանները ցավում է, իմ արև, էսի վիդեոյի համար չէ։ Արանգեր կկարնաս, իմ մկաններն էլ է ցավում։ Հավարի պես սուս բան ալի ինգեր։ Արազիզ դու Արա հոմենակով հիմա վիդեոյի համար մի նկարի, ահանկեղծ եմ քեզ ասում։ Ես հավատում եմ քեզ, բայց հիմա հոմենակով չես ելնելու վերև։ Արա բա ինչ անեմ, ապա բեսամ չես պատկերացնի ինչ անեմ։ Հա բայց ինչքան հարգասած մնաց։ Անգեր, դաժե ես մտածում եմ, ոնց եմ ելնելու, այդտեղ սխմում է անգեր ոտը։ Հեսա ներքևը հարթ տարածություն է։ Արա բան չունեմ ասելու, հետո հետելնելն եմ մտածում ես կյանք։ Էսի մի նկար։ Ներքևը կբացվենք։ Էսի մի նկար, էսի շատ։ Որ Աշոտը կորեց, Աշոտ։ Ստես։ Դու արդեն ամենաներքևն ես։ Արա քելիշն ենք ընկեր բան չի մնացել, նատուրի եկես տեղ հասել ենք, նատուրի չի դզի ելնես մենակով վերևը լրվես, դու կարաս ընկեր։ Ապա չէ, էլի ինգեր տղավար։ Արա ինչ է լավ, հորս սարը կանները սա բեսամ ցավցնում վիդեոյի համար էլ այսքանը մի նկարի խայտարակեսա։ Հասկանում եք ինչ ձևի տեղում ենք, որ մկանային ցավը խանգարում է իջնել այս աստիճաններով։ Հորս սարև ես էլ եմ զգում ոտերս ահա որ ձևի բան է ջոգիր։ Հանգեր, դաժե ես վերև հելնելն եմ դժվար հելնելու, պրոստը գիտեմ երկու հարտա ձգելու եմ։ Հակ, մի հատ խնդրանք ունեմ քեզ, տարածքում ես սպասի։ Հակոբ, եթե մենք 3-4 ժամից կապի դուրս չգանք, խնդրում եմ արի մեր հետևից։ Ժողովուրդ ոչ մի երկար ժամանակ արդեն անցել, բայց մենք հլը իջնում ենք, ախպեր։ Ապա ես տեով չեմ մտնում, չեմ տեղավորվում, հորս սարևնգեր։ Հենց ստեղ նայեք, ժողովուրդ, ինչ բուջուր տեղա չեմ կարող տեղավորվում։ Սա պաշտոնապես ամենավտանգավոր ու ամենասարսափելի լքված մետրոն է, որը ձեզ համար դեռ ոչ մեկ չի նկարել։ Դուք հասկանում եք, ժողովուրդ, ես չգիտեմ մոնտաժով ոնց է լինելու, բայց հենց ստեղ նայեք։ Ես չգիտեմ մոնտաժով այս մեր իջնելը քանի րոպե է լինելու, բայց անկեղծ բան եմ ասում, շատ երկար ենք իջնում։ Խնդրեմ, հերթական։ Տեսեք ոնց եմ անցնում։ Զգուշ մենակ։ Արա շատ բարդ է, չէ՞ իջնել ապե։ Ահա որ հորը սարև ահա որ բարդ է իջնելը։ Վերջի արգն է այդ։
իջնում ենք վերջին հարկը։ Հա, վերջում մենք կհաշվենք քանի հարկ ենք իջել, եթե նույնիսկ օրինակի համար 5 հարկ լինի, ինքը ահա որ անհարմար 5 հարկ է, այս աստիճանների պատճառով։ Համ նկարում եմ, համ իջնում եմ, էլի դա խնդիրը որ մի քիչ ավելի դանդաղ եմ իջնում, բայց սա փոշում է չեմ։ Մի հատ աչը դու մենք իջանք մոտավոր 10 հարկ ու մենք հենց հիմա լքված մետրոյի ամենաներքևում ենք։ Աշես ինչ թուղթ է, էս ինչ թուղթ է։ Ինչ լեզվով է գրած։ Ինձ թվում է գերմաներեն է։ Որա լստե ժողովուրդ։ Էսի գիտես աշկիս, երբ վանցա մնացել սովետի վաղտվանից պրամ։ Շատ հին է։ 35 տարվա պատմություն է դա մոտավոր։ Այս աստիճաններից իջնելուց հետո մեզ դիմավորում է այս սեղանը։ Աշես ինչ ցուրտ է։ Օրո, նայեք ժողովուրդ, ստեղ կարանք ընկնենք, էլի եմ որ հանգիստ։ Արա, այս եմ վերևն, հա։ Կամած աշտը փլվում անգեր կամած։ Ընդդեգրա գրուզ։ Հա, ճիշտ ես։ Լույսը չի հերիքում։ Չի հերիքում, չի երևում։ Հայկական YouTube-ում նմանատիպ կոնտենտ ինձ մենակ մենք ենք անում։ Նայ։ Այս գրվածքը։ Տեսար էլի։ Էսի մնաց։ Էլի ես գրվածքը ժողովուրդ։ Էս ինչ է։ Չգիտեմ, սենց որակ, սենց մակարդակ, ես չգիտեմ, հիմա ինձ չեմ գովում, էլի իրոք ես այս ամեն ինչը տեսնելով մաքսիմալ ապշում եմ, որ մենք հենց հիմա իջել ենք 10 հարկ ու գտնվում ենք լքված մետրոյում։ Հասկանում եք դուք դա։ Հələ ստեղ նայեք, ժողովուրդ։ Տեսնում եք ժողովուրդ, նայեք։ Աշ դու ֆանարիկը, բայց միշտ մաքսիմալ դեմ գցի, որտեվ այս լույսը, որ ես վրաս եմ գցում, ժողովուրդ, օրո։ Էս ինչ տեղ է։ Էս ինչ տեղ է։ Աշ, բայց մենք կարանք կորենք, եթե մենք աջ ձախները անենք, է շատ, չոտքի մենք կարող կորենք։ Վայ, հորս սարև։ Էսի ոնցոր չգիտեմ կենթանի ելնավ էլի։ Աջ հայաց։ Ժողովուրդ, ոնց որ ինչ որ մեկի ապրելու տեղը լինի սա։ Լույս։ Աշ դեմս լույս տուր բան չեմ տենում։ Ստեղ նայեք, բաժանորդագրվեք։ Տեսեք ժողովուրդ, տեսնում եք, այս վագոնչիկները, հա, տենց են հլեն ընդեկցի։ Վագոնչիկներ են, որոնցով հանում էին հողը, որը փողում էին, վագոնչիկների շնորհիվ հողը հանում էին վերև։ Ապա էլի ես թղթից, նայ։ Տենում ես։ Էլի ես թղթից ժողովուրդ։ Մեկնաբանություններում գրեք, եթե գիտեք, թե սա ինչ թուղթ է։ Ուղղակի սենց մի հատ տեղ աջն։ Չգիտեմ ժողովուրդ, անկախ ամեն ինչից, սա միանշանակ 30,000 լայք ու ցանկալի 200,000 բաժանորդ։ Հələ լույս պա ինտեղ։ Արդեն չի երևում։ Իդեպ ձեռնոցներ։ Արա, բայց թազա բամբորի ձեռնոցներ է։ Նայ, տենում ես։ Ազոտ է ինքը էլի։ Նոր բան։ Սովետի վաղտվա չի։ Ստեղ ինչ որ մեկը կա։ Աու։ Եթե ստեղ ինչ որ մեկը կա, արձագանքեք։ Ժողովուրդ, եթե ստեղ մեր հետ մի բան տեղի ունենա, մեզ չեն կարողանա փրկեն։ Դա ձեզ միանշանակ եմ ես ասում։ Հարկոպները չի իմանա ոչ մի բան, որովհետև հարկոպը դուրսն է, վերև է։ Վերջ, հորս արև կապ չկա։ Հորս արև կապ չկա, տեսեք։ Դեմը գցի էլի մի հատ։ Այն տիպի մութ է, որ թվում է աշկերից, որ պատ է ստենում մի անգամից էլի։ Ալի ռազվիլ կա, աչով թե ձախով։ Մի րոպե, սա այսինքն խաչվում է, ինքը մի ճանապարհ ստեղ կա, մի ճանապարհ ընդեղ կա։ Գծերը համենյանից են գալի, համ ձախից են գալի, համ էլ աչից։ Արի մի հատ սենց գնանք թեթև տեսնենք ինչ կա ստեղ։ Լևին մեր սիրած։ Նայ, մարդկանց ոտքի տեղեր է ու շատ է։ Հա, բայց ինձ ես չեմ կարծում որ շատ շուտվա է, ազիզ դեմ գցի էլի։ Մարդ կա էտե։ Հորը սարև է սուր ենք։ Արջողում ես, փլի։ Գցի։ Հորը սարև որա։ Հալ ջուրի կաթիլ է։ Որա սուր ենք մենք ժողովուրդ։ Այս լքված մետրոյա թե։
Չէ, դա սենց իմաստ չկա հելնելու։ Հələ պա ինդ է լույսը, տեսեք ժողովուրդ։ Ինչ ձևի փլուզված։ Սիրելի քաղաքապետարան, եթե նայում եք այս վիդեոն, եթե կարող եք կառուցել մետրոն, կառուցեք, մենք էլ գանք արդեն կառուցված մետրոյում մի հատ վիդեո անենք, ինչ ասիր։ Համաձայն եմ։ Ես Ինձ թվում է կլինեմ այդ մտքին։ ինձ թվում է Հայաստանին պակասում է մետրո։ Դրա համար Մետրոյի գծերը պետք է շատանան։ Պիտի Պետք է մինչև շատանան։ Մասիվ, Ավան, Աբովյան քաղաք, ինչու՞ չէ նաև մեր Հայաստանին դա պետք է իրոք։ Պատի վրա։ Դուք հասկանում եք սա ինչ լեգենդար է, որ մենք հենց հիմա գտնվում ենք մեր Երևանի մետրոյում, շատ ներքև, ստեղ կապ չի բռնում ու մեր մեջ հույսը չի մարում, որ մի օր այս մետրոն կվերականգնվի։ Էսի ստորգետնյա ջրերն է։ Դրա միջոցով մարդիկ հին դարաշրջանում ջուր են ստացել։ 100 մետր փողել են, գետնից ջուրը հել է, այդ ջուրը օգտագործել են խմելու նպատակով, չգիտեմ, ճաշեն էփե եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ամենասկզբում ես դες անկեղծ եմ ասում, ես չէի հավատում, որ մենք ստեղ կհասնենք, որովհետեւ այնտեղ ամեն ինչը սվարկահարած էր։ Ստեղ այդ աստիճանները, որ ես տեսած մտածի ես էլ հեսա չեմ իջնելու, այնտեղ փակ էր դռները, բայց եթե դուք ունեք ինչ-որ երազանք, ունեք ինչ-որ նպատակ, միշտ գնացեք մինչև վերջ ձեր նպատակի հետևից, միշտ արեք այն, ինչ որ ձեր սիրտն է ասում ու խելքով էլ իհարկե մտածեք, չկա ոչ մի անհնարին բան։ Այս ինչու։ Հա, գցի դեմ էլի լույսը։ Ժողովուրդ դուք հասկանում եք, որ սա այս տեղը մենք ձեզ ցույց ենք տալիս։ Ինձ թվում է մի տարի կամ մի քանի ամիս հետո սա էլ է փակվելու։ Օ, ստեղ էլ ուրիշ թիվ։ Արա, բայց հələ նայի ոնց է դրած։ Տենում ես նենց է դրած, որ քայլողը տենա։ Պապանձվում եմ հետաքրությամբ, էս ինչ է։ Ստեղ ինչ որ մեկը կա։ Մարդ կա էտե։ Ալո։ Արա, ասա մի բան, հորս արել, որ ես լրիվ ուրիշ լքված մետրո է։ Այն մեր մտած լրիվ ուրիշ լքված մետրո է։ Աստված տա ստեղից անփորձանք դուրս գանք, ես կարողանամ այս վիդեոն տեղադրեմ։ Տեսեք, ես արդեն ուր եմ մտածում։ Խնդրեմ ստեղել։ Դու էլ ասեցիր։ Ժողովուրդ պատկերացնում եք, որ սենց գնանք ու մեկ էլ բարեկամության մետրո դուրս գանք։ Ժողովուրդ հələ ստեղ նայեք։ Մեկը ծակով է, մեկը աչք է։ Ու ինքը հենց ստեղ այս սենց վիճակում ուղակի ռելսերից ընկած է, նայի։ Լույս գցի։ Օպա, նայ, տուպիկ։ Տեսար տուպիկ։ Սի տուպիկն է։ Աշ, ես քեզ մի հատ հարց տամ, դու ինձ ասա։ Մենք միշտ ուղիղ են գնացել։ Հա։ Մենք ձախ չենք արա ինչ որ ճամփով չէ գնացել։ Մենք ցաղ գնացինք, բայց հետո հետ եկանք ու ուղին գնացինք։ Ուղիղ գնացել, всё, այդ կարևոր է, էլի։ Տեսեք, եթե մենք հիմա մեր ուղիղը շարունակում ենք, այսինքն լրիվ ուղիղ մինչև վերջ մենք եկել ենք, մի հատ ստեղ նայեք։ Տեսեք։ Ամբողջովին քարերով փակ է, տեսնում եք։ Արա մենք լքված մետրոյում ենք։ Արա այս ինչ լեգենդար է այս ամեն ինչը։ Չէ։ Այդտեղ տուպիկ է, ստեղից պետքա գնանք դեպի ձախ, ինձ թվում է։ Ինձ թվում է, թե մենք ֆրացինք ստեղ եղել ենք։ Էթանք։ Չէ։ Քիչ է։ Շատ ենք հերվանում։ Չէ, իրոք շատ ենք հերվանում։ Չէ, իրոք շատ ենք հերվանում։ Ապլի հո, էլի անցանքվանման հա, լոմկում ես գեշ։ Կորելու ենք, ախպեր, ճամփեն չենք հիշում։ Կորելու ենք, ստեղ կապ չկա, բրատ։ Ոչ, ես խնդրում։ Ստեղ կապ չկա ընդհանրապես։ Անգամ քերգոնը միջև վերջ է։ Մինչև վերջ չկա ստեղ, է։ Կա։ Ձեր չկա։ Ժողովուրդ կապ չկա ընդհանրապես։ Տուպիկ ենք հելը։ Հաստատ տուպիկ է։ Դες նայի ավելի լեն է, այս հատվածը։ Այսինքն էսի գլավնի մետրոյի հատվածն է։ Ազի մենք հասանք մինչև վերջ։ Մենք հասել ենք մինչև վերջ։ Ժողովուրդ ստեղ էլ է տուպիկ։
Ոո, մեկ վարքյանով շեղվենք վիդեոից, եթե դու ուզում ես մնալ աննկատ եւ կոճակի մեկ սեղմումով փոխել քո IP հասցեն, ապա այդ հարցում քեզ կօգնի Proxy Line-ը։ Proxy Line-ը կհատկացնի ձեզ լիարժեք նոր եւ մաքուր հասցե։ Օգտվել կարող եք անսահմանափակ քանակությամբ, իսկ ցանկության դեպքում կարող եք գնել մի քանի հասցե միանգամից։ Proxy Line-ում դուք կարող եք ընտրել յուրաքանչյուր երկիր։ Իդեպ, բացի երկիր ընտրելուց կարող եք ընտրել քաղաք եւ կոնկրետ հասցե եւ օրինակի համար հայտնվել Մադագասկար կղզիում։ Proxy Line-ը շուկայում է արդեն 7-ից ավել տարի եւ համարվում է լավագույնը իր գործում։ Բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, իսկ այստեղ կտեսնեք նրանց Telegram-ի QR կոդը։ Իսկ նշելով MIGA պրոմո կոդը դուք կստանաք 10% զեղչ։ Եկեք շարունակենք վիդեոն։ Ինչ ես հիմա զգում։ Ողնածություն ու ճնշվածություն։ Ո՞ւր արև։ Բան լսել։ Բան լսել։ Ես չէ։ Կարող խոսում է դրանից չես։ Չէ, սպասի։ Ստեղ ինչ որ մեկը Մարդ կա է։ ժորդ երթվում եմ առանց կատակ, առանց ինչ որ բանի ոնց որ գիտես ինչ լիներ, ոչ թե ինչ որ մարդու ձեն, այլ ավելի շատ ինչ որ կենթանու ձեն։ Դեպ շատ շուտով Միկա Թանգյան բրենդն է դուրս գալու, մի քանի հոգի բաժանորդներից Սարթեն ունի, շուտով դուք էլ կունենաք։ Հələ եկեք տեսնենք ստեղ ինչ է։ 543 Շորտ այս լույսը, որ իմ դեմքին անգնում, ես իմ դեմը բան չեմ տեսնում։ Վայ հորս արև։ Աշոտ, ապե շուտ արա արի։ Հորս արև ժորդ, լույս գցի շուտ արա դեմս չեմ տենում։ Կամաց, արա հորս արև ոնց որ մարդու ձեն լսեի։ Ապե դեմս լույս գցի ես ակն գնեմ, չեմ տենում, ստոպ, չեմ տենում։ Արագ։ Ժորդ երթվում եմ ոնց որ մարդու։ Որ այս գլուխս մտնում էր սրա մեջ, ժողովուրդ։ Աշ դեմը մաքսիմալ լույս էլի։ Ապե հորս արեմ ընգեր չես լսում ես զենը։ Արա երթվում եմ մենակ ես եմ լսում ընգեր։ Չէ, ընգեր, չէ, ինչ մուշկ այս, ինչքան ժամանակ արդեն ներսն ենք, դեմը լուս։ Ժորդ ինչ որ վատ լարվածություն մտավ մեջս, Աշոտ երթվում եմ մեջքս չեմ զգում։ Իմ ձերները, իմ շորերը, ինչա, յախ։ Հələ ինձ էլ նկարի, սենց ոտից գլուխ։ Նույն սենց երևում ա թե չէ, բայց սաղ Ձախկում են միացուց դու, այդ է ալանդագջելի է։ Մենք աստիճանների մոտ ենք ու հիմա պետքա բարձրանանք վերև։ Ապե քարտուա գարիք ինձի։ Որ ես քանի հատ քարտուղար ա եղել։ Արա Հակոբն ա զանգե։ 8 անգամ Հակոբն ա զանգե։ Հələ զանգի։ Ահա զանգում։ Զանգում ա։ Ալո։ Հա։ Կապ չկար, գալիս ենք։ Հիմա Զանգել եմ արդեն հետ է իշնում ռեալ չէի նայում ոչ մի բանի ախպետ իշնում էի ձեր մոտ Ինչ ա եղել, բայց բան ա եղել։ Բան ա եղել։ Շուտ արեք ելեք ընկեր գրաժնաժի շորերով ընկեր տենց ինչ որ հատազրիցել իմ ասիկ ախպետ էսյանի վրա են ընկեր ու չեմ հասկանում ինչա կատարվում ընկեր Այդ յանի վրա որտեղ մետրոյի լսի ինձ ինձ լսի ախպեր ինձ լսի ախպեր մետրոյի տարածքում են Ախպե հա բաուր են ընկեր Ճաղերով բարձացել են մետրոյի տարածք Ստեղ խառը ֆանարներով հետևում են ես չգիտեմ ինչ անեմ ես Ասում էի հորս արև ասում էի ձեներ գալի Ապե չեմ ճոգ մետրոյի տարածքում են այդ մարդիկ ախպեր ճաղերով մտնում են ներս ընկեր չգիտեմ Վայ հորս արև Ապե լավ մենք հետ ենք Ապե չէ դու մի արի Չգաս դու մենք հեսա հետ ենք ելնում Ես ինչ անեմ ես եմ Դու ոչ մի բան մի արա, հետո սպասի
Խնդրում եմ, մի պանիկ արա, մի պանիկ արա։ Չէ, սպասի տեղ, խնդրում եմ, սպասի տեղ։ Ապե հորս արև ընկեր որ ասում էի մարդու ձեները։ Հարահամ ես աստիճանները ոնց հելնենք։ Շուտ արա ընկեր հորս արև ես չեմ ուզում այդ մարդիկ ստեղ իջնեն։ Բայց դե նկարելով իշտը հելնել ինչ դժվար է։ Բայց դե չեմ կարա չնկարեմ։ Աշ բայց շատ պիրոդ մի ինգի ինձնից։ Չեմ անցնում, ախպեր ստեղով։ Չեմ անցնում ստեղով։ Ախպեր կաղա սումկես դեմը սկցեմ, արա հորս արև որ Չէ, հել, արա հորս արև որ գիտեմ որ ինչ-որ մարդիկ են գալիս այդ պաստը ինձ ուղակի սպանում է ժողովուրդ ժողովուրդ ահավոր է դավայ ժողովուրդ շնչառությունը չի երիքում որ ուղակի բարձրանայինք այդ ուրիշ կլներ որ գիտենք հիմա պլյուս մարդ է գալի այդ ընդհանրապես Չէ, նորմալ է ժողովուրդ դուք չեք պատկերացնի ես ձողերը ինչ սառն են ժողովուրդ մարմինը ցրտից չի այլ մկաններ ես չեմ կարողանում նորմալ շարժեմ երթվում եմ Օրա Արա այդ ինչ ընգավ Հորս Պա ելի կամերան չեմ կարում Պայի շուտ կամերան չեմ կարում էլ հորս արև ընգեր ձերս սառավ Շուտ Դավայ Միկա Դու կար Վայ հորս արև Հապեր Գալիս ենք, հերնում ենք, հակոբ դժվար է հերները այլապ 7-րդ հարկ ենք նմանատիպ կոնտենտի արժանի հայկական YouTube-ը միայն շուտ Այս 7-րդ հարկն է մենք հաշվում ենք Արա երկու հարկ միանգամից ենք բարձանում Ժողովուրդ միած տեղ նայեք էլի ոնց տեղ բարձրանաս Համ նկարես, համ բարձրանաս Օրա Զգուշ մենակ չեմ գնես Գնելս կինոյա Արանգեր չեմ կարում հորս արև ուզում եմ ու արագ հելնեմ բայց չեմ կարում Գիտեմ որ մարդիկ են գալի ինչ-որ բայց չեմ կարում արագ հելնեմ Հորս արև ես ինչն է եղ տեղա Ժողովուրդ ստեղ նայեք Ժեստ Ինչ եղավ Որդիշը մնում մեշկի վրա եթել 10 Ջոգիր հորս արև Արա բայց ես չգիտեմ ժողովուրդ մի ձեռով ոնց եմ սենց բարձրանալու Չեմ կարող ես էլ ստենայիք հորս արև Հա ժողովուրդ չեմ կարողանում բարձրանամ վերև Ապե աջ ձեռս սառեց, խնդրում եմ շուտ արա Արա ձաղ ձեռս հորս արև առանց կատակ ձաղ ձեռս չի կարում շարժվի Վայ հորս արև Լավ ես, խնդրում եմ զգուշելի կամերայի հետ Քել Չի երևում վերջը Այդիկի նութա ու բարձր 10 հարկ միացա էլի մի հատ ստեղով պետք է բարձրանանք
Ոտը դուրս է։ Չի չես գում ձեր։ Քիչ բարձրանալով հելնում թերնում ես։ Նայեք ոնց են։ Կամաց։ Իմյան պայ էլի։ Ան նկարի։ Թո։ Օրենայի Շուտ արա, ուր ենք։ Շուտ։ մենք արեցինք այդ 30,000 լայք, 200,000 բաժանորդ, 1 միլիոն պրասմոտր, 1 միլիոն դիտում, լքված մետրո։ Արա մարմինս չեմ զգում։